ում հրամանով եք քանդում։ Հրամանը տվացա։ Ում կողմից։ Գնադ գրավոր դիմումով կգաս կքանդես։ Առանց գրավոր դիմումի չմտնես ես այո։ Չհասկացանք, արդեն դու պետք է ասես ով գա, հայա, քանդելու նպատակով։ Չէ, եկեք բորբոքվենք, ուրեմն տես հայտարարություններ մի առ չգաս ես։ Չէ, եկեք կարող է մի մարդ արդեն ներվերի չի իքում, բայց քանի անգամ Եթե չի կարելի այդ ցավը տանը, դե քանի անգամ եք վզից բռնեն նարկոմանի, ախր ասում եք։ Գրավոր բերեք պատճառաբանությունը։ Չէ, Գրավոր բերեք պատճառաբանությունը խեր քանդը։ ուղղակի մենք էլ կդիմենք Գրավոր ինչու չկա պատճառաբան։ Լանդագործման տարածք է, սա համայնքի սեփականությունը, ինչպես նաև բնակիչներ։ Չենք ուզում, ոչ ուզում ենք մեկին տպենք, ոչ էլ տպենք։ Ձեր ասած բառերն են։ Ոչ ուզում ենք մեկին տպենք, ոչ էլ ուզում ենք տպենք։ Ստեր, եթե գալիս է մի հատ անբարոյական զավակ ու ուզում է այս դուռը բացի, տենում է թագա, էթում է, բայց որ տենում է բաց է, մտնում, նստում, ուռում էլ է, խմում էլ է, կնանիք նստած երեխեքի հետ թքում էլ է, չենք ուզում էթում։ Այդ ամեն ինչը տեսել ենք, ցավը տանը։ Որովհետև մեր համար եկել բայց խի անել է։ Անել խոչի։ Անել խի պետք է անել։ Մեկը հեսո ուռում էր մեր բակում, մեկը հեսո զանգել ենք, չի օգնել ոչ մի բան։ Հիմա տեսեք, մարդիկ եկել առաջարկել են զամոկները հանել, զամոկները հանել են։ Զամոկները հանելուց հետո եկել են ասում են դռները հանենք։ Ասում ենք զամոկները թողուկ հանել ենք, բայց դռները գիշերը փակում ենք, որովհետև մեր երեխեքի վեշերը ստեղ է։ Այդ խնդիրը որ ներկայացնում եք, ոստիկանությանը Քաղաքապետարանի ներկայացնում ենք։ Դուք մեզ եկաք ասեցիք, զամոկները հանեցիք, խնդիրը որն է, հիմա ասեք։ Թե ինչի համար է Զամոկները դուք որովհետև եկել ասում եք դռները հանենք։ Զամոկները հանում եք, համաձայն եք, հենց հիմա զամոկները հանենք, դուք էլ գնաք ստեղ։ Համաձայն եք։ Դռները բաց է, բայց գիշերը փակել ենք, որովհետև մեկը իմ երեխու վեշերը մնում է ստեղ։ Հեծանիվը, գնդակը, խաղալիքը մնում է։ նստարանն է մնում է։ Նստարանը մնում է, կարող է գիշերը տենանք այնտեղ հավաքվել ծնունդ են նշում։ Դուք պատրաստ եք այդ դեպքում մնաք։ Հանում ենք հենց հիմա զամոկները։ Չէ, հետևանքների համար ով է պատասխան տալու։ Եթե մի վեճ եղավ, կռիվ եղավ, պատասխան եք տալու։ Չէ։ Մենք որ գիշերային ժամերի, որ բակը բաց եղավ, տեսանք բեսեդքում մարդ կա նստած, ինչ ամեն օր պետք է ոստիկանություն զանգել։ Բիսեդկեն պետք է բոլորի համար հասանելի։ Գիշերային ժամերի, երեկը թող գա, բայց գիշերային ժամերի։ Գիշերը մեր բակի մարդիկ չէ, ուրիշ բակերի։ Դուք քաղաքացի եք, ես եմ քաղաքացի։ Եկեք գնանք մի հատ ուրիշ բակ, որ ասենք տես բիսեդկա նորմալ սիրուն, հələ մի հատ նստենք, ասենք նարդի դնենք խաղան կամ մի հատ դուլակի խաղան, բլոկ խաղան։ Ուրիշները ճիշտ են կլարեն։ Միջակ ինչ կլինի։ Բախի, որ աղմուկ անենք խի, որ աղմուկ անենք։ Չէ, Գիշերային ժամին ցանկացած բան աղմուկ կա։ եկեք գնանք Մեկ ապա մոնտաժել, Հասարակական կարգն եք բան։ ինչն է խախտում հասարակական կարգը։ Դեռևս խախտում։ Բա ինչի համար եք եկել։ Ասում եմ։ Ասեցի, հասարակական կարգը պահելու համար։ Այսքան ով է խախտում այդ հասարակական Ասում եմ խախտում կա։ Բա ինչ է նշանակում պահպանելու համար։ Չէ, բա դուք ասում եք պահպանեք, ի՞նչ է պահպանեք, ումից։ Տեղնեք ժողովրդի հետ են, Բայց դու ցավը տանը, բա ումից եք պահպանում այդ հասարակական կարգը։ հանգարց որևէ խնդիր չունի։ Այդ դրա համար։ մոնտաժելու։ Իսկ միջի հիմա գրանցվել է մի հատ խնդիր։ Չէ, հիմա հələ որ բան չի եղել։ Ահա, բա ինչու՞ է հարցը։ Որովհետև մենք սաղը զգոն ենք ստեղ։ Ամեն դեպքում ձեզ ասում ենք ինչի համար ենք ստեղ գտնում։ Չէ, մենք հասկացանք։ Մենք ուզում ենք հասկանանք այդ մարդը, որ ձեզ ուղարկել աստեղ։ Մեզ չեն ուղարկում ոչ։ Բա։ Ման չեք եք։ Ուղղակի հերթական այց եք արել, ինչն է Ոչ, այցի ես ձեզ պատճառը։ պատասխանեցի ախր։ Հասարակական կարգ պահելու համար ենք մենք ստեղ գտնվում։ Բայց դե ինչ է եղել որ հասարակական կարգ։ Ժողովուրդ ասում ով է հասարակական կարգը։ Երբ է ով է խախտել։ Դեռևս խախտում չկա։ Հետո մի բան ասեմ, էլի կներեք, ասեք բոլորին հասանելի լինի։ Նարկոմանին հասանելի։
Այս տարածքը միտքան ժողովուրդ են ապրում, այս բանի։ Մեր թաղամասում։ Ուրեմն բոլորին պետք է հասանելի լինի։ Ստե գիտեք ինչա կատարվել։ Ասում եք բոլորին հասանելի։ Այստեղի բնակիչ չեն կարող իմանալ։ Ըստեի բնակիչները Ես ներողություն։ Ուրեմն հարգելի լրագրողներ, ձեզ ցույց եմ տալիս այս մեր բակի պրոյեկտը շինթույլտվությունով, բոլորը հաստատված, ինչպես դուք տեսնում եք, 1, 2, 3, 4 դուռ այս արջևի հատվածում է եւ 1 դուռ հետևի հատվածում, այսինքն այս փաստաթուղթը, որը որ մեր ձեռքին կա, սա բակի արտաքին տեսքն է ու իրան էլ որ սենց նայում եք, ինքը լրիվ արտացոլում է պատկերը, այսինքն մեր շինարարները, ովքեր որ զբաղվել են այս տարածքը բարեկարգելով, որևիցե շեղում չունեն։ Նախկինում էլ եղել աստեղ սետկա եղել, զաբորի նման, որը որ վերանորոգվելու ժամանակ ինքը բարձացվել է, ասես մի հատ գեղեցիկ բան է դառել։ Նորից եմ ձեզ ասում, այս ամեն ինչը ժամանակին, որը որ մենք պայքարել ենք, սա արվել է թմրամիջոցների դեմ պայքարելու համար։ Ստեղ մանկահասակ երեխաներ են, տարիքով մարդիկ են, դուրս են գալի, բակ, ոնց եք պատկերացնում, մանկահասակ երեխան 2 տարեկան գետնից որ մի հատ հիմար բան գտնի, բնական է, ինքը բերանն է տանելու։ Ու հետո ինչա լինելու։ Իսկ որ նկատել եք, չգիտեմ, թմրամիջոցների շրջանառություն, դիմել եք իրավապահ։ Պարտադիր, մեր բակի տղաները քանի անգամ դիմել են, իրանք էլ բռնել են, ոչնչացրել են, ընդհուպ էտել կա, քանի տարի է այս բայկը պայքարում է դրա համար։ Հիմա Լևոն Հարությունյանի կմահաճույք ասեմ, պահանջն ասեմ, կապրիզն ասեմ, չեմ կարա որակավորում տամ, ես իրավասու չեմ որակավորում տալու, բայց ստեղ արդեն բնակիչների կողմից հարց է ծագում, թե խի։ Սա սկզբանե նախագծել է քաղաքապետարանը, կառուցել է քաղաքապետարանը։ Այո, դուք ճիշտ եք։ Ամեն ինչ եկեք սկզբից էլի, ամեն ինչ արել է քաղաքապետարանը։ Միանշանակ, շինարարությունը սկսել է 24 թվականի գարնանը, այս բակի վերանորոգման, վերակառուցման համար հատկացվել է 186 միլիոնի կարգի, կարող է մի քիչ ավել պակասել, չեմ կարող ասել, այդքան գումար է հատկացվել եւ սեպտեմբեր ամսին լրիվ իրանք վերջացրեցին։ Այս բակը 6 ամսից ավել բակի ժողովուրդը մենակ փոշի են շնչել։ Այս բակ չէր կարող մտնել, որտեղ մենք էլ ենք գիտակցում, որ լավ բան են անում։ Բայց նաև օգնել են բան։ Այո, Մեր տղերքը, հա իհարկե, մեր տղերքն էլ մեր համար է սարքվել, մեր տղաներն էլ նույն ձևի օգնել են, ամեն ինչն արել են։ իսկ կողպեքները դրել են չիպերով, բնակիչներն են դրել, կանխարգել։ Բոլորը 3 շենքի բնակիչները, այտենց բնակիչ, այտենց բնակարան չկա, որ մեկից ավել չիպ չունեն, այսինքն Այն քաղաքացին, այս 3 շենքի մասին է խոսքը, որ ժամին ուզենա, որ պահին ուզենա, երբ ուզենա, ինքը կարող է ազատ մուտք գործի տարածք։ Իսկ քաղաքապետարանից ինչ է մեկնաբանում, ինչի համար են ուզում ապամոնտաժ։ Ես նորից ասեցի, չեմ կարող ասեմ, որակավորում բերեք ես չտամ, բայց սենց գրականով ասեմ, դա Լևոն Հարությունյանի կամ պահանջն է, կամ խնդրանքն է, կամ կմահաճույքն է, կամ կապրիզն է։ Ես ավելացնեմ, Լևոն Հարությունյանը եկել է այս բակը մի ընկերուհու հետ, ման է եկել, տեսել են շատ լավ է, դուրս գալու ժամանակ տղաները զգուշացրել են, որպեսզի դուրս գաք, դուռը ձեր հետևից քաշեք, թող փակվի։ Հարց է տվել, ինչի ես դռները փակում եք, ասել են այո, գիշեր ժամանակ փակում ենք, քան որ մեր երեխաների խաղալիքները սաղ բակում թափած է, դուք տեսնեք։ Ասել է, հələ մի րոպե, ձեր թաղապետնով է, այդ տոնով է խոսում, ես 3 տոնն եմ ասում։ Տղաներն ասել են, դե ես ինչ չաննա, հա, Սուրիկն, հա, լավ, ես Սուրիկին կասեմ, թողնատել ինչ չի կուղարկի։ Ու 4 օր հետո, այդ խոսակցությունից հետո, թաղապետարանի աշխատակիցները եկել են գործիքներով բանով, որ ես ցանկապատը կտրել։ Ամբողջ ժողովուրդը դուրս է եկել, մերժել է, արգելել է, որովհետև սա սարքվել է պետ բյուջեի հաշվին, պետական փող է։ Եվ մեր համար, բակի ժողովրդի համար, քանդում եք որ ինչ, քանի որ Լևոնը ստեղ ասել է, ես այնպես կանեմ, այս զաբորները կհանեն ստեղից, հիմա այդ մարդը իր պրինցիպն առաջ տանում։ Մենք սրանից առաջ 15 օր առաջ էլի նույն ձևի եւ հերոստացույցով եւ բանով լուսաբանել են այս հարցը։
Սրանք նորից գնացին, հանգստացան, քնել են, բայց հիմա նորից արթնացել է իրանց մեջ այդ ցանկությունը, որ այս ժողովրդին անպայման տերորի ենթարկել։ Դպրոցը այստեղ, թմրամիջոցները տարածվում են, դուք ինձնից լավ գիտեք թե ոնց, ու եկել եք ուզում եք այստեղ բակ քանդեք ինչի համար, երբ որ մենք այդ նախադեպներ ունենք, անուն ինչ եք դնում սարքածը քանդում եք, սարքել եք պետ պրոյեկտով, ծախսել եք մեծ գումարով, ուր է հանձնարարականը, ցույց տվեք։ Բանավոր հանձնարարականը ոչ մեկի համար հիմք չի։ Ես էլ կարամ բանավոր շատ մեր աշխատանքն է։ Շատ լավ։ Բանավոր հանձնարարականը Շատ ներողություն։ Այս 3 ամիս, քանի ամիս Արամ ջանիսի պատրաստած։ 4-րդ Սեպտեմբեր ամսվա 4 ամիս։ Էտո որ այս ամենի այս շուխրը որ բարձացել է, 4 ամիս չէ տենում ես։ Այսինքն թուրք չկա, հա հանձնարարականը բանավոր է։ Բանավոր հանձնարարականով Մենք պատասխանի համապատասխան ներկայացուցիչ։ Հա, Ես պարտավոր չեմ ձեր հարցերի Չէ, հանձնարարականը։ Ով պարտավոր է իրենք լրատվական, թե դիմել Ովքեր են լրատվականի, այստեղ պատասխանատու, դիմեք քաղաքապետարանի լրատվականի, իրենք ձեզ կպատասխանեն, լավ։ Չէ, բայց եկել եք, չէ, ինչ Լավ են հասարակ։ կարել եկել ենք, ասում դիմեք, ում որ պիտի դիմեք, իրենք ձեզ կպատասխանեն։ կատարողը դուք եք։ Կատարողը դուք եք, դուք որպես կատարող պիտի պատասխանեք։ Բերեք ես ասեմ, առանց փաստաթղթի ես մի ամիս մենք խնդրում ենք, ասում ենք, եթե եկել եք քանդելու, բերեք որևէ մի քաղաքապետի որոշում, որովհետև առանց որոշման ոչ ոք իրավունք չունի նման հարցեր քանդի։ Մեզ ասում են, բանավոր որոշումը Լևոն Հարությունյանի Հովհաննիսյանի բանավոր ցուցմունքն է։ Բանավոր ցուցմունքն է, դուք թուղթը բերեք մեզ, մենք կդիմենք դատարան, դատարանը կվերցնի քննության։ Եթե ժամկետում որոշում կկայացնի, այդ ցանկապատերը քանդել, դա ուրիշ հարց է։ Բանավոր քննությամբ, բանավոր հայտարարությամբ այսօր երկրում հարցեր չի լուծում։ Բոլորը պետք է լինի գրավում։ Առանց ցուցմունքի, բանավոր ցուցմունքով ինչ է։ Եվ մենք գիտենք, որ Ավինյանը այդ հարցով կանչել է Լևոնին իր մոտ, ինչ-որ տեղով ասել է, թե ինչ արա, ինչի, բայց հիմա ասենց է, նորից եկել են, այս ժողովրդին տերորի են ենթարկում, ուղղակի չգիտեմ, նախընտրական ընտրություններից առաջ Ավինյանը եկել էր Բաքում, չոքել էր ժողովրդի դեմը, խնդրում էր ժողովուրդ, ասեք կանենք, ձեր ձայնը տվեք մեզ, հա տվել ենք, հասկացան, բա հիմա այս ինչ վիճակ է։ Հիմա էլ մեր ձայները հետ ենք ուզում, բերեք, հետ տվեք մեր ձայները։ Վերջի երկիրա թե ինչ է։ Քաղաքապետարանի աշխատողն է, կոմունալ բաժնի պետն է, երևի կոմունալը չի, այնտեղ կա եւ թաղապետի տեղակալն էլ այստեղ։ Քանդելու համար պետք է ակտ, ինչի համար եք քանդում։ Եթե քանդում եք ինչ-որ նպատակի համար, բերեք, որ մենք իրավունք ունենանք դատի տան։ Այտենց բան է։ Հա, թեկուզ դռները բաց են։ Չէ, մենք իրավունք ունենանք դատի տան։ Դռները բաց թողեք։ Բաց է եղբայր։ Դռները բաց են։ Քանորը բաց։ Էլ ինչու՞մն է հիմա խնդիրը։ Ուզում ենք կդրեն անեն։ Չէ, բաց է հա դռները։ Հիմա ասում Այդքան դեպքերից հետո ոնց Բաց է։ Որովհետև Քաղաքացիները բողոք։ Դրսի ժողովրդի համար Քաղաքացիները ով է բողոք։ մեր բակի ժողովրդի Հստակ ասում այն չի մասը։ Հա, ով է բողոքում, միայն հետաքրքիր է։ ունեք, որ բաց են դռները, թե ապամոնտաժը բաց են դռները։ Բանավոր հանձնարարական։ Մեր բակի համար միշտ բաց է, կողքի բակի համար փակ է լինելու եւ փակ։ Եթե Եվ վերջ։ ունենք, ես ձեր բակում չեմ մահում։ Իրավունք ունեմ գամ ձեր բակում նստել։ Իրավունք ունեն։ Իրոնք ունես քեզ համար։ Ասեք որ գամ նստել։ Հա, նորմալ մարդիկ իրավունք ունեն, Բաստի աննորմալները ոչ։ խնդրես, ասես, ոչ թե խնդրես։ Ասես կբացեք քո համար գծած կնստես։